Ջերմուկ քաղաքից արտագաղթել է շուրջ 5000-ից ավել բնակիչ։ Ու ժողովրդի մոտ այնպես տպավորություն է, որ արտագաղթ կոչվածը պոզով պոչով դինոզավրի նման ինչ-որ մի հատ երևույթ է, բոլորը խոսում են արտագաղթից, բայց արտագաղթի բուն ու հիմնական պատճառներից ոչ մեկ ցանկություն չունի խոսալու։ Ջերմուկից արտագաղթել է 5000 բնակիչ ոչ թե նրա համար, որ չի սիրե իր քաղաքը, չի սիրե իր հողը, տկարացել է շենացնելուց, այլ նրա համար, որ 1997 թվականից սկսած տեղում տիրել է բացարձակ բեսպրիձել, տիրել է անարդարության ու անպատժելիության մթնոլորտ։ Այն ժամանակ դեռ որ կային տասնյակ հանքային ջրերի արտադրամասեր, Ջերմուկ քաղաքի մենակ բնակչությունը 9000-ից ավել էր։ Իսկ այսօրվա դրությամբ Ջերմուկ քաղաքը, Կեչուտ գյուղը, Հերհերը, Կարմրաշենը, Գնդեվազը իրար հետ վերցրած 9300 քանի բնակիչ ունի։ Այդ ժամանակահատվածում արտագաղթեց մինչև հիմա հլը արտագաղթում է ժողովուրդը նրա համար, որ տասնյակ արտադրամասերը հանքային ջրերի փակվեցին հանձինս սուպեր գրուպի Ձախապնյակի, Սուրիկ Բալայանի ու Աչափնյակի, Ջերմուկի մայր գործարանի, Կայծակ Զեյթելյանի, որոնց հանքային ջրերում հայտնաբերվեց ու եւս մի քանիսի սոլարայուղ ու պրոպանգազ, փակվեցին արտադրամասերը, խոչընդոտվեց իրանց գործը, փակվեցին բոլոր հանքային ջրերի արտադրամասերը, 600-ից ավել տարբեր մասնագիտության աշխատողներ ընտանիք մնաց սոված ու անգործ։ Դրա համար արտագաղթեց։ Տեղում սպանություն եղավ, գործարարները, ովքեր ներդրում էին Արևայոց ձորում, Ջերմուկ քաղաքում, ենթարկվեցին հետապնդման, որին դատապարտեցին տարիներով բերդերում փտման, որին տարան ԿԳԲ այլանդական Արուն Լվի կարան, որ ինչ ունի չունի թողա Արսենյան Աշոտի անունով Ջերմուկ գրուպի տիրոջ։ Ու եւս նմանատիպ լիքը բաներ տեղի ունեցավ։ Դրա համար տեղի է ունեցել 5000-ից ավել արտագաղթ, մենակ Ջերմուկից։ Ու այդ արտագաղթի վրա ժողովուրդը փեչատը դրեց այն ժամանակ, երբ որ այդ ամեն ինչը բարձրաձայնվեց ու պատշաճ չլուծվեց այդ հարցը։ Ու որ հիմա մտնում ես լիստայեմ, փեչատված տները բոլորը ծախում են, որ մտնում ես Ջերմուկ քաղաք, Ձախապնյակ, թաղամաս, շենքերի վրա լույս չի վառում, մի քանի լույս է վառում։ Էդում վարած քաղաքականության ու դիվանագիտության հետևանքով այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի։ Երևի այդ ժամանակ նախագահը զանգի ասել էր սոլարայուղ ու պրոպանգազ գտեք այդ արտադրամասերի մեջ, այդ մարդկանց հետապնդման ենթարկեք, տարեք այլանդակեք, թո ինչ ունի չունի թողա այս մարդու անունով։ Վկաներով եւ այլն եւ այլն։ Երևի իրանց էր ձեռնտու, բոլոր նախագահներին էր ձեռնտու, որ Ջերմուկից արտագաղթացնեն ժողովրդին, որ հանձնեն Թուրքին։ Ամեն պատճառ կարա գտնեք, բացի բուն հիմնական մեղավորներից։ Ու ավելի շատ մեղավորություն ունեն նմանատիպ երևույթների թրքահպատակ Թուրքի ջրաղացին ջուր լցնող, արտագաղթ ստորագրող, ապահովող
երևույթների շեստյորկեքը ու այն ուժային կառույցների որոշ մարդիկ, ովքեր նման երևույթների ջրաղացին ջուր են լցրել։ Ձեր համար ամենակարևորը ձեր լափը չպակասի։ Միշտ բերեն ձեր լափամանի մեջ լափը լցնեն ու դուք լափ եք։ Դրանից բացի դուք ուրիշ բանի մասին չեք կարա մտածեք։ Դուք այն ազգի ասել նժդեհի տականքն եք, որ ձեր համար կարևոր չի, որ ով է արտագաղթե, ձեր բարեկամը, ձեր հարազատը, կարևորը ձեր լափը տեղը լինի։ Մարդը իր տունը ամեն ինչը թողե գնացել է Ռուսաստան, արտերկիր, որովհետև դուք եք նպաստել, դուք եք ստիպել այդ մարդկանց, որ այդ մարդիկ դուրս գան իրանց հողից, որ տներները ծախեն։ Ձեր նմանները ոչ մի բարոյական իրավունք չունեն այս երկրում ապրելու, ես կարծում եմ։ Ձեր նման շեստյորկեքը պետք է լքեին Հայաստանը, այլ ոչ թե 5000 մարդը, ով որ դուրս է եկել իր հայրենի հողից, քաղաքից, ծննդավայրից։ Ու Ջերմուկի ժողովուրդը զրկված է խոսքի իրավունքից։ Բայց այդ օրը գալու է, որ ամեն ինչ փոխվելու է Ջերմուկում։ Ես դրանում համոզված եմ։ Վայոց ձորում առավել ևս։